Սիրելի հայրենակիցներ, բոլորը արդեն իրենց մաշկի վրա զգացել են այս իշխանությունների բերած արհավիրքները։ Մենք սրանց կառավարման հետևանքով կորցրել ենք մեր հայրենիքի մի մասնիկը՝ Արցախը։ Կորցրել ենք հազարավոր երիտասարդների, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ 21-րդ դարում տեսանք ցեղասպանություն, որ ուղեկցվեց մեր հայրենակիցների բռնի ուժով տեղահանմանը Արցախից։ Սրանք խոսում էին խաղաղությունից եւ ՀՀ սուվերեն տարածքի անվտանգությունից։ Թշնամի ռազմական գործողությունների միջոցով օկուպացրեց Ջերմուկի եւ Սև լճի մի շարք հատվածներ, որի ժամանակ ցավոք սրտի ունեցանք զոհեր։ Լավ մարդ ինչքան չպիտի սիրի իր ժողովրդին, որ ոչ մի բանակցության օրակարգի մեջ չմցնի Բաքվում գտնվող ռազմագերիների հարցը եւ նրանց թողնի բախտի քմահաճույքին։ Դուք մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին պատճառեցիք այնպիսի խորը ցավ, որը երբեք ոչնչով հնարավոր չէ կոմպենսացնել։ Դուք նրանց զրկեցիք իրենց հարազատների գերեզմաններին գնալուց։ Իհարկե դուք չսահմանափակվեցիք, Թուրքիային եւ Ադրբեջանին հաճոյանալու համար սկսեցիք ազգային արժեքները քանդելու process-ը, ցեղասպանության ուրացում, ազգային սիմվոլների վերացում, կրթական համակարգում խայտառակ փոփոխություններ, որի ամենացայտուն օրինակը հայոց եկեղեցու պատմություն առարկայի վերացումն էր, որից հետո արդեն հանդգնեցիք նույնիսկ հարձակում կատարել եկեղեցու վրա։ Եվ այս բոլոր process-ների ժամանակ հանդիպելով դիմադրության, այդ բոլոր մարդկանց կլինեին քաղաքական գործիչներ, հոգևորականներ, թե ուղղակի երիտասարդներ, շինծ ու քրեական գործերի շրջանակներում ուղղակի կալանավորեցիք։ Միանշանակ այս բռնաճնշումները չեն կարող վախեցնել մեզ, որովհետև մեր պայքարն արդար է եւ միտված է նրան, որ թե մենք, թե մեր հաջորդ սերունդները ունենան արժանապատիվ ապագա։ Սիրելի ժողովուրդ, եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ինչ պատճառներով չեն ընդունում ընդդիմադիրների ներկայացրած փաստերը, ուղղակի խնդրում եմ, ուսումնասիրեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ու հետո ֆիքսեք, թե ինչ արհավիրքներ են տեղի ունեցել, որից հետո ինքներդ որոշեք, արժե արդյոք պայքարել, թե ոչ։ Եվ վերջում, որպես երիտասարդ, ցանկանում եմ դիմել երիտասարդներին։ Դուք հանդիսանում եք հասարակության շարժիչ ուժը, եւ դուք եք մեր երկրի ապագան։ Ձեր անտարբերությամբ կամ ինչպես հիմա մոդեյքի ասել, մենք չենք զբաղվում քաղաքականությամբ։ Մեզ բոլորիս կտանեք միայն ավելի խորը անդունդը։ Սիրելի երիտասարդներ, այս իշխանությունները ձեզանից խլում են ձեր կյանքի լավագույն տարիները։ Վճռական եղեք ձեր որոշման մեջ եւ պայքարեք ձեր կյանքի լավագույն տարիների համար։